Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չէր ամփոփել ընտրությունների արդյունքները, երբ քաղաքացիական պայմանագիրը հայտարարեց իր հաղթանակի մասին։ Սակայն ընտրական պայքարը դրանով չավարտվեց։ Ընդամենը օրեր անց այն տեղափոխվեց ընտրատեղամասերից իրավական դաշտ, նախ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ապա սահմանադրական դատարան։ Ես պետք է հատուկ նշեմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը լավ կաներ իր գործողություններով հենց չնպաստեր ԿԸՀ-ի հեղինակազրկման։ Ասում են մարդկանց հավատն եք կորտրում ընտրական համակարգի եւ ընտրությունների նկատմամբ այն պարագայում, երբ հսկայական թվով մարդիկ մասնակցել են ընտրություններին։ Ես շատ կուզենայի, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձայներ եւ մանդատներ գողանալու արդյունքում մեր ժողովրդին չզրկեր ընտրություններին եւ ընտրական գործընթացին հավատալու հնարավորությունից։ Հավաքական ընդդիմությունը վստահ էր, որ միավորվելու դեպքում Հայաստանում կհասնեն իշխանափոխության։ Դա հնարավոր կլիներ, եթե 3 ընդդիմադիր ուժերը միասին անցնեին ազգային ժողով։ Բայց մինչ ընդդիմությունը բարդ մաթեմատիկական հաշվարկների մեջ էր, ԿԸՀ-ն քայլ ձիով արեց ու հայտարարեց՝ ԲՀԿ-ն չի հաղթահարել 4%-ի շեմն, ուստի չի հայտնվի ազգային ժողովում։ 3,96% ձայնով ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից։ Սրան հաջորդեց ընդդիմության բոյկոտը։ Ընտրություններից հետո մի շարք ընդդիմադիր ուժեր հայտարարեցին, որ ընտրական գործընթացը չի համապատասխանում ազատ եւ արդար ընտրությունների չափանիշներին։ Նրանք խոսում էին վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման, ընտրողների նկատմամբ ճնշումների, քվեարկության գաղտնիության խախտումների, հանձնաժողովների աշխատանքի ընթացքում արձանագրված խնդիրների եւ այլ խախտումների մասին։ Իշխանությունն այս բոլոր մեղադրանքները մերժեց, պնդելով, որ ընտրություններն անցկացվել են օրինական, մրցակցային եւ միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ արձանագրված առանձին խախտումները չէին կարողացնել վերջնական արդյունքի վրա։ Մենք ասում ենք, որ անվավերության հանգեցնող հիմքեր առհասարակ որևէ մեկի կողմից ներկայացված փաստարկներում առկա չեն։ Երբ հունիսի 14-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հաստատեց ընտրության վերջնական արդյունքը, քաղաքական պայքարը տեղափոխվեց սահմանադրական դատարան։ 7 քաղաքական ուժ դիմեց բարձր դատարան, պահանջելով անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրության արդյունքը։ Սակայն դատաքննության ընթացքում նրանցից մեկը, Հայկ Մարությանի գլխավորած նոր ուժ կուսակցությունը, հայտարարեց, որ այլևս չի մասնակցելու գործընթացին։ Ճիշտ հաշվել ենք, արձանագրությունը ճիշտ գրել ենք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարողանում այդ թվերը ինչ-որ ձևով մուտք քանի։ Ինչի եմ սա ասում կարևոր է, որովհետև եթե ճիշտ հաշվեր, ամսի 8-ին ասելու էր ԲՀԿ-ն հաղթահարել է 4%-ի շեմը։ Սահմանադրական դատարանը վարույթ ընդունեց ներկայացված դիմումները եւ նշանակեց հրապարակային դատական նիստեր։ Դատարանի դահլիճում օրեր շարունակ ներկայացվեցին քաղաքական ուժերի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ գործով ներգրաված մյուս կողմերի փաստարկները։ Ընդդիմությունը պնդում էր, որ արձանագրված խախտումները եղել են համակարգային եւ ազդել են ընտրության արդյունքի վրա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հակադարձում էր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախության դեֆիցիտ չունի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ է առավել քան երբևէ։ Ու սա ես չեմ ասում, սա ասում է այն փաստը, որ 3.5 տարի ներկայիս գումարման կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործում է 3.5 տարի։ 10-ից ավել ընտրություններ ենք անցկացրել։ Այդ թվում Երևանի ավագանու ընտրությունները եւ չի բողոքարկվել։ Այն որ սահմանադրական դատարան դիմելը դա նաեւ ցանկացած քաղաքական ուժի նաև քաղաքական դիվիդենդ ստանալու միջոց է, դա հասկանալի է, բայց պետք չի, ինչպես պարոն Սմբատյանն ասում, ինստիտուտին հարվածել, որովհետև դա ձեր շահերից չի։ Դատական նիստերը հաճախ անցան լարված մթնոլորտում։ Հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, սուր հարցադրումներ, վիճարկվեցին ներկայացված տեսանյութերը, արձանագրությունները եւ ընտրական օրենսդրության մեկնաբանությունները։ Առանձին քննարկման թեմա դարձավ նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի էլեկտրոնային համակարգում արձանագրված տեխնիկական սխալների հարցը։ Մենք շարունակում ենք պնդել, որ խախտումները եղել են համակարգված, զանգվածային եւ պարբերական բնույթ ուղղորդված կենտրոնական իշխանության, քաղաքական իշխանության կողմից եւ այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմության անհրաժեշտ
մակարդակին բավարարող լեգիտիմության դեֆիցիտը թույլ չի տալու այս իշխանությանը եւ հանրությանը հանգիստ մնալու։ Իդեպ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը սահմանադրական դատարանում եզրափակիչ ելույթի ժամանակ պատասխանեց ընդդիմադիրներին, որոնք մեղադրում էին հանձնաժողովին սխալ թվեր մուտքագրելու համար։ Սմբատյանը չհերքեց, որ ԿԸՀ-ն սխալ թվեր է մուտքագրել, վստահեցրեց, հետո ուղղել են։ Եղել են մուտքագրման սխալներ, իհարկե եղել են։ Այդ մարդիկ, որ աշխատել են 30 եւ ավելի ժամ, լարված, հոգնած, կարող էին նրանք սխալներ անել, իհարկե կարող էին սխալներ անել։ Եվ շատ չարչարկվեց թեման, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները 4 տեղամասի հաշվարկով սխալ է մուտքարվել։ Ես ավելին ասեմ, ոչ միայն Բարգավաճ Հայաստանի, այլ նաև բոլոր կուսակցությունների տվյալները այդ տեղամասերի համար սխալ է մուտքարվել։ 18 ուժերին մուտքանելուց մուտքանողը պարզապես շփոթել է միտող, վերև եւ ներքև։ Ընդդիմադիր ուժերը դատավարության ամբողջ ընթացքում խոսում էին նաև սահմանադրական դատարանի առանձին դատավորների կողմնակալության մասին։ Մասնավորապես փաստաբանները պահանջում էին Սեդա Սաֆարյանի ինքնավացարկը, պնդելով, որ նրա նախկին գործունեությունը կարող է կասկածներ հարուցել անաչառության վերաբերյալ։ Դատարանը, սակայն, այդ միջնորդությունը մերժեց։ Քաղաքական հայտարարություններն ավարտվել են, փաստարկներն արդեն ներկայացված են։ Այժմ պատասխանելու հերթը սահմանադրական դատարանինն է։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։